խաղաղությունը ունի իրական օրակարգ եւ ֆեյք օրակարգ։ Իսկ այս իշխանությունները հենց այդ ֆեյք օրակարգի մեջ են ցույց տալու, որ իրենց քունքին պահված ատրճանակը աշխատում է ի նպաստ խաղաղության, բայց չի կարող քունքին պահված ատրճանակով խաղաղություն հաստատվել։ Խաղաղությունը կարող է եւ պիտի հաստատվի իրական ժողովուրդների ցանկությամբ։ Եվ այս առումով, երբ որ քո զավակները պատանդ են մեկ այլ երկրում, խաղաղության մասին խոսելը նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել։ Հետևաբար իշխանությունը պիտի ցույց տա, որ ինքը իրականում ուզում է իրական խաղաղության գնալ, եւ Ալիևին եւ Ադրբեջանին ահա այդպես էլ ցույց տա, բայց երբ որ դու հանում ես մարդասիրական կարևորագույն հարցը օրակարգից, դու ցույց ես տալիս առհամարան քո սեփական ժողովրդի նկատմամբ, դու ցույց ես տալիս, որ դու պատրաստ ես ամեն ինչի, միայն թե իր սեփական իշխանությունը պահպանես քո երկրում, եւ ահա դա է խաղաքարտ Ալիևի ձեռքին։ Եթե Ալիևը իմանա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող պահպանել իշխանությունը երկրում առանց այդ հարցը լուծելու, Ալիևը այդ հարցը կլուծի։ Ես հասկանում եմ, որ դա Ալիևի ձեռքերում է, բայց նաև նրան ձեռնտու իշխանությունը չէ, Փաշինյանի իշխանությունը։ Նա հասկանում է, որ ինչ ուզում է Փաշինյանից տալիս է։ Նույն սահմանադրության փոփոխությունը արդեն իսկ խոստացել է ընտրվելուց հետո իրականացնել։ Նա եթե իմանա, որ ահա այսպիսի իշխանությունը ասում է, ես չեմ կարող ընտրվել, մասնակցել ընտրություններին, նայել մեր ժողովրդի աչքերին, եթե իմ որդիները գերի են քո երկրում, Ալիևը նրանց բաց կթողնի։